Հաջորդ զիջումներին պետք է սպասել։ Տիրանայում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումներից այսպիսի եզրակացություն են արել քաղաքագետները։ Մեկ ոտքի վրա, մեկ էլ սուրճի սեղանի մոտ։ Հայտնի չէ, թե ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը, որ վերջին անգամ հանդիպել են անցած տարվա հոկտեմբերին Կազանում ու ամենայն հավանականությամբ քննարկել հիմնականում տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման հարցը։ Մենք ուղղակի պետք է սպասենք հաջորդ դժբախտության։ Կամ լինելու է Զանգեզուրի կորիդորը, կամ լինելու է ադրբեջանցիների վերադարձը։ Հայաստանից 1000 ու մի պահանջ ունեցող Ալիևին Հայաստանի վարչապետն է Ալբանիայում սուրճի հրավիրել։ Ու սպասել նրան այնքան, մինչև Ալիևը ավարտի զրույցը գործընկերների հետ։ Երևանը նորից առաջին քայլն է արել երկարատև բանակցային դադարից հետո։ Ադրբեջանը հանել է իր պահանջը, որ լինի Միջանցք, հանել է իր պահանջը, որ ադրբեջանցիները հետ գան, որ արևմտյան Ադրբեջան է։ Նա լուծարել է իր հեռուստատեսության կանալը, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Ոչ միայն հին պահանջները չեն վերացել, այլև նորերն է ավելացրել Բաքուն։ Իդեպ գրեթե այն րոպեներին, երբ Փաշինյանը լայն ժպտալով, Ալիևը քմծիծաղով շփվում էին, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը պահանջել է Հայաստանից բացի սահմանադրության փոփոխությունը, փոխել նաև զինանշանը։ Եթե դու այսպես խեղճուկ վիճակում, իսկապես խեղճուկ վիճակում ծնկերի վրա արդեն քանի տարի աղաչում ես, որ քեզ խաղաղություն տան, քեզ մենակ պահանջների ցուցակը երկարում է։ Ստացվում է Տիրանայում հանդիպումը նոր հնարավորություն է բացել Ադրբեջանի համար, առնվազն նոր պահանջների մասին հրապարակային խոսելու։ Իսկ Հայաստանի իշխանությունը, որ ուզում է մինչև մյուս տարվա խորհրդարանական ընտրությունները խաղաղության պայմանագիր ունենալ Ադրբեջանի հետ, հավանաբար դրան էլ առանձնապես դեմ չի լինի, մանավանդ որ Հայաստանի վարչապետն արդեն դժգոհել է Հայաստանի զինանշանից, համարելով, որ այն կապ չունի Երրորդ հանրապետության հետ։ Այսինքն մենք էլի չոք պոլի վրայով իր հետևից գնում ենք։ Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրը ողջունել են Տիրանայում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ։ Անգամ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որ ապրիլին մեկնեց Բաքու ու չեկավ Երևան, կարծիք է հայտնել, թե Երևանն ու Բաքուն շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Քաղաքագետների համոզմամբ Եվրամիությունը Հայաստանին նոր զիջումների է դրդում։ Դա դատարկ բառեր են, նույն բառերը մենք լսեցինք Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ որ ղարաբաղցիները խոստանում էին, որ խաղաղ ձևով կլուծվի հարցը, որ զինադադար կլինի, որ էթնիկ զտում ղարաբաղցիների արտագաղթ թույլ չեն տա, այդ նույն դատարկ բառերը ասվել են նրանց։ Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղություն ցանկացող եվրոպացիները գլխի վայր շրջված են դրել հայկական եռագույնը Նիկոլ Փաշինյանի ու Նիդերլանդների վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիաս Խոուֆի հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի կառավարության տարածած կադրերում մոնտաժվել է այդ հատվածը, գլխի վայր շրջված հայկական դրոշը տարածել են ադրբեջանական կայքերը։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։